Բարի լույս, ցրտել է եւ ինչպես միշտ եղանակային կտրուկ փոփոխությունների պատճառով շուտ մրսելու եւ հիվանդանալու վտանգ կա։ Հայաստանում գրիպի եւ սուշնչարական վարակներով համաճարակային իրավիճակը մասնագետները գնահատում են հանգիստ։ Միևնույն ժամանակ աշխատողների 90%-ը թեկուզ գրիպով հիվանդ շարունակում է աշխատանքի գալ, հաշվի չառնելով, որ հիվանդությունը վարակիչ է։ Այս թիվը անցած տարվա համեմատ 10%-ով աճել է։ Հարցումը կատարվել է Ամերիկայում, մարդկանց 45% իմանալով, որ հիվանդ աշխատանքի գնալը առողջ որոշում չէ, շարունակում է աշխատանքի գնալ։ Իսկ ինչպես եք այս դեպքում վարվում դուք։ Այսօր նոյեմբերի 5-ն է, նոյեմբերի 1-ից 5-ը Երևանում եւ 30 օր մարզերում տեղի ունեցավ եւ դեռ կշարունակվի մանկապատենական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի Ռոլան հիմնադրամը, Հայաստանի նախագահի, մշակույթի նախարարության եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 113 ֆիլմ 34 երկրից։ Այսօր Հայաստանում նշում են հետախույզի օրը եւ ժամը 11-ին Արզնի օդանավակայանի տարածքում տեղի կունենա տոնական միջոցառում նվիրված հետախույզի օրվան եւ Հայաստանի զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձին։ Յուքոմը դառնալու է Հայաստանի 4-րդ հեռահաղորդակցության օպերատորը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Յուքոմին տրամադրել է լիցենզիա։ Որոշումը կգործի 2015 թվականից մինչև 2018 թվականը։ Իսկ Երևանում այս պահին 0-ից բարձր 3 աստիճան է, ծանոթացեք եղանակի տեսությանը ամբողջ Հայաստանում։